Բավական լուրջ փոփոխության մասին եք հիմա խոսում, որ կինը կարող է բերել իր կյանք ճիշտ քայլերով։ Որոնք են այդ ճիշտ քայլերը։ Ամոթ է խոսալ սրա մասին։ Մենք չենք լսել, որ մեր մամաները խոսեն, դա փակ թեմա է միշտեղ էլ։ Մենք ավելի շատ ենք խոսում դրա մասին։ Արդյոք մենոպաուզան երիտասարդացել է։ Ժամ 3-ին, 3-4-ին զարթնում է կինը, աչքերը բաց ու նայում է առաստաղին ու չի կարողանում քնի։ Արդյոք հոգեկան խանգարումներ ու խնդիրներ կարող է հարուցել մենոպաուզան։ Մենք ստացել ենք որպես կին պիտակ, որ կինը ունի անկայուն բնավորություն, այո, բայց փաստորեն սա տղամարդկանց համար է այս մեր զրույցը, ոչ թե կանանց։ Կանանց մոտ 60% բարձրացել է դեպքերը դեպրեսիայի։ Պետք չի մտածել, որ 40-50 տարեկանից հետո կյանքը վերջանում է։ Հակառակը, սա պետք է ընդունել, որ սա նոր փուլ է ու շատ լավ փուլ է կանանց համար, եթե ճիշտ վերաբերվես այդ փուլին։ Բարև ձեզ, Քրիստինե։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Ես վերջերս Instagram-ով սկսել եմ հետևել ձեզ։ Շատ լավ խորհուրդներ եք տալիս առողջ ապրելակերպի, ինչ սերմեր ուտել, ինչ սմութիներ սարքել, համեղ եւ վիտամիններով հարուստ։ Ու հանկարծ մի օր թեման կտրուկ փոխվեց մենոպաուզայի մասին, սկսեցիք շատ փոստեր անել։ Ինչով է պայմանավորված ձեր հետաքրքրությունը մենոպաուզայով։ Ես գիտեմ, որ դուք բժիշկ եք, աշխատում եք հիվանդանոցում եւ կարծես թե գինեկոլոգիայի հետ կապ չունեք, սակայն ձեր հետաքրքրության ուղղությունը միանգամից թեքվեց դեպի մենոպաուզա, ինչով է դա պայմանավորված։ Ես ինքս, այո, ինչպես դուք ասում եք, աշխատում եմ հիվանդանոցում, բայց մենոպաուզայի թեման ինձ շատ մոտ է, որովհետև ես հիմա 49 տարեկան եմ, բայց շատ ավելի ջահել ժամանակ, ավելի շուտ 42-ից սկսել այն մոտ perimenopause, այսինքն իմ հորմոնները պակասել են եւ իմ մոտ սկսել է սիմպտոմատիկա։ Կներեք, perimenopause բացատրենք, որ դա նախամենոպաուզային շրջանն է, նախամենոպաուզային շրջանն է, որը շատ մեծ տարիքային range ունի, այսինքն կարող լինի 40-ից 50 տարեկան, բայց շատերի մոտ սիմպտոմները սկսում են նաև 30 տարեկանից կարող լինի, 30-ից մինչև 50 կարող լինի նախամենոպաուզային։ Առաջին սիմպտոմներից մեկը լինում է menstrual cycle-ի խանգարում, մեծ մասամբ, բայց շատերի մոտ կարող լինի եւ նաեւ ուրիշ սիմպտոմներ, ասենք անքնություն, ներվային համակարգի ինչ որ ստրեսային փոփոխություններ, կարող լինի գիշերային քրթատլաշներ, այո։ Դա արդյոք մենոպաուզայի բնորոշ սիմպտոմներ չեն։ Դուք հիմա խոսում եք նախամենոպաուզային շրջանի մասին։ Այո, դա կարող է լինել երկուսին էլ։ Նախամենոպաուզ եւ մենոպաուզ այդպիսի գիծ չենք կարող դնել։ Մենոպաուզը համարվում այն ժամանակ, երբ որ կանանց մոտ menstrual cycle-ը կանգնում է ուղիղ մի տարի։ Եթե մի տարվա ընթացքում menstrual cycle չունի կինը, ինքը արդեն մենոպաուզալ է։ Իսկ դրանից հետո արդեն լինում է post-menopause, իսկ միջև այդ 30-ից կարող է լինի, կարող է 40-ից սկսած, շատ դժվար է ասել տարիները, բայց լինում է նախա menopause, որի ժամանակ սիմպտոմները շատ ավելի շատ են եւ շատ ավելի անկախատեսելի են, որովհետեւ այդ ժամանակ լինում է հորմոնային շատ մեծ քաոս։ Այսինքն, եթե մենոպաուզից հետո կտրուկ էստրոգենը պակասում է, պրոգեստերոնը պակասում է եւ մնացած տեստոստերոնը, մնացած հորմոնները նախա մենոպաուզի ժամանակ լինում է հոլիկոստեր, այսինքն կարծես ինչ որ մի հատ քաոս, որի ժամանակ էստրոգենը կարող է մի օր բարձր լինի, մի օր ցածր լինի, եւ դա բնորոշում է մեր կանանց տրամադրությունը եւ մեր պահելաձևը։ Եվ քանի որ սա շատ չի ուսումնասիրվել, մենք ստացել ենք որպես կին պիտակ, որ կինը ունի անկայուն բնավորություն, այո, բայց փաստորեն սա տղամարդկանց համար է այս մեր զրույցը, ոչ թե կանանց։ Ոչ, սա կարծում եմ ավելի շատ կանանց համար է, որ կինը հասկանա իր օրգանիզմում ինչա կատարվում ու ինքը իր առողջության համար
խիստ կանգնի ու գնա բժշկի մոտ ու ասի, որ ես գիտեմ այսքան բան ու ուզում եմ, որ դուք ինձ օգնեք, որովհետև շատ բժիշկներ դժվարանում են կամ վախենում են, չեն ուզում հորմոնային թերապիա սկսել հիվանդներին, շատ պատճառներով, որի մասին կարծում եմ կխոսենք դեռ։ Փաստորեն դուք ձեր սեփական փորձով հասակ մասնագիտացման մենոպաուզայի ուսումնասիրության մեջ 42 տարեկանից իմ մոտ սկսվեց, շատ կտրուկ, ամենածիծաղելին թե ճակատագրականը նա էր, որ ես այդ ժամանակ ռեզիդենսիում էի եւ անցնում էի իմ այդ փուլը rotation-ս գինեկոլոգի հետ, որը որ միայն տեսնում էր մեծ կանանց, այսինքն post-menopausal կանանց եւ մենք ամեն օր ինտերվյու էինք անում, հարցնում էինք ու իհարկե բոլորը ունեին այդ menopause սիմպտոմները, երբ որ ես ավարտեցի այդ մի ամիսը, իմ մոտ միանգամից կտրուկ սկսվեց սիմպտոմատիկան։ Ես սկզբի մի 2-3 ամիս սկսեցի մտածել, որ դա ամեն ինչ կախված է ուղեղից հետ, ես երևի շատ եմ ներշնչել տեսնելով այդ բոլոր կանանց, բայց հետո հասկացա, որ ոչ, իմ մոտ էլ է կարծես սկսվում եւ հետ գնացի իմ այդ նույն գինեկոլոգի մոտ, մենք խոսեցինք ու ես այդ ժամանակվանից սկսեցի հորմոն թերապիային, ինքը նշանակեց, ինձ բացատրեց ինչ side effect-ները, այսինքն benefit-ները եւ հնարավոր side effect-ները եւ ես ընտրեցի, որ ես ուզում եմ անպայման լինել հորմոն թերապիայի, այսինքն հորմոնները, որի մոտ պակասել են, պետքա լրացնել։ Ոչ թե ես հորմոն եմ վերցնում, որը որ դա մի միթ է, որ մեծ մասամբ նման մեր հայ կանայք եւ նաեւ զարմանալի է ոչ հայերը, երբ որ առաջարկում ես, իրանք ասում են, որ ես դեռ պատրաստ չեմ հորմոն վերցնելու, բայց դա հորմոն չի ավելնորդ, այլ ուղղակի մեր պակասած հորմոնները, որը որ պակասում է, մենք լրացնում ենք։ Նույն ձև ինչ որ թայրոիդը, եթե վահանագեղձի դեպքում նորից լրացնում ենք եւ մնացած հորմոնները։ Դուք խոսում եք նախ ամենոպաուզային շրջանի մասին, չէ՞, պրիմենոպաուզի ժամանակ եք դուք սկսել հորմոնները։ Արդյոք այդ փուլից է պետք սկսել, թե մենոպաուզայից հետո, երբ որ դադարում են հորմոնները։ Ստադիները, երբ որ արել են, ցույց է տալիս, որ ինչքան շուտ սկսել եւ կարողանալ էստրոգենը բերել այն level-ի, ինչ որ ասենք 40 տարեկանի մոտ է, այդքան կին ավելի երկար է ապրում, ինչքան էստրոգենը կարելի է պահել 40 տարեկան կնոջ level-ի վրա, ինքը ավելի երկար կապրի, ավելի առողջ կլինի, չի ունենա սրտի պրոբլեմներ, ուղեղի պրոբլեմներ, այսինքն ինսուլտ, ինֆարկտ եւ այլն։ Չհաշված մնացած հիվանդությունները, որ կարող է կին ունենա, նա արտակնապես էլ ավելի ջահել կլինի, որտեղ էստրոգեն շատ կապ ունի կոլագեն արտադրման հետ։ Ինձ ամենաշատը սա է ցնցել, երբ որ ես հետազոտել եմ, որ էստրոգենը կա մեր բոլոր բջիջներում, սկսած ուղեղի բջիջներից, վերջացած մեր մաշկի բջիջներից, ամեն տեղ կա էստրոգեն ու երբ որ մենք արդեն անցնում ենք մենոպաուզ, դրա համար կինը միանգամից ասում է ես պարավեցի։ Այո, որովհետև իրա եւ մաշկն է սկսում թուլանալ, որտեղ կոլագենը չի արտադրվում, նրա մոտ արդեն ուղեղն էլ սկսում է ուղեղի բջիջներ, այսինքն դրանից լինում է կենտրոնացման խնդիրներ, հիշողության խնդիրներ սեքսուալ կյանքի մեջ, մեզելու կյանքի մեջ, մեզելու օրգանների մեջ, ամեն օրգան ազդեցություն ունենում էստրոգենի պակասի ժամանակ ոսկորների, որը որ բերում է օստեոփորոզի, դրա համար կանայք ավելի շատ ունեն ջարդվածքներ, երբ որ ընկնում են, քան թե տղամարդիկ։ Նաև մեջքի ցավ, ուսի ցավ, հոդերի ցավ, չէ՞, կարծեմ, ինչ տարիքից հետո սկսվում են։ Պես հիվանդություն կա, կոչվում է frozen shoulder, դա էլ մի բան էր, որ ես զարմացա, երբ որ իմացա, որ frozen shoulder-ը կապ ունի էստրոգենի պակասության դեպքում կարա լինի frozen shoulder, այսինքն ինչա նշանակում, որ ուսը ոնց որ չես կարող բարձրացնես, այսինքն շարժումները այն ինչ որ առաջ արել ես չի լինում։ Մկաններն էլ չեն զարգանում այն ձևով ինչ որ միջև 40-30 տարեկան։
Տեսեք, դուք խոսում եք մի շատ կարևոր հորմոնի մասին ու կարծես բոլոր օրգան համակարգերին, մարմնի բոլոր մասերին վերաբերում է դրա բացակայությունը եւ դրա բացակայությունը կարող է խնդիրներ առաջացնել ամեն անկյունում մեր օրգանիզմի։ Բայց ինչի այս մասին գիտելիք չկա մեկ, եւ երկրորդ բժիշկների մասնագիտացում չկա այս ուղղությամբ, այսինքն շատ քիչ բժիշկներ կան, որոնք կարող են հորմոնալ փոխարինում կազմակերպել իրենց հիվանդների համար, հա, այսինքն ճիշտ գրագետ ուղղորդեն հորմոնների լրացումը, պակասող հորմոնների լրացումը։ Ինչով է պայմանավորված այս համատարած տգիտություն, ասեմ, խուսափումը, մենոպաուզայի մասին խոսելու մեկ եւ հորմոններից վախը, որովհետեւ դարձյալ թվերին եթե գնանք, միտեղ կարդացի, որ ամերիկացի կանանց 10%-ն է միայն հորմոններ ստանում։ Մենոպաուզայի հետ կապված պակասող հորմոնները ստանում։ Ինչով է սա պայմանավորված։ Շատ ցավալի է դա, բայց դա շատ ճիշտ փաստ է ու 100% կանայք 100%-ը ունենում են մենոպաուզ։ 100%, այսինքն բոլորը անցնում են մենոպաուզով, բոլորը ունենում են ինչ-որ սիմպտոմներ, այսինքն 100%-ից 100%-ը, 100%-ից ընդամենը 8-9%-ը ստանում է դեղերը կամ այդ հորմոնները, որ անհրաժեշտ են։ Չեմ կարծում սա տգիտություն է, այս ամենի մասին բժիշկները իմացել են 80 թվականներում, միգուցե եւ դրանից առաջ, ու շատ կանայք եղել են հորմոն replacement therapy լրացման այդ դեղերը ստացել են։ Հետո 2000 թվականին, ավելի ճիշտ 2002 թվականին WHO-ը Women's Health Initiative-ը մի հատ ստադի արել, research study, եւ այդ research study ժամանակ ցույց են տվել, որ որոշ տոկոս կանայք ունեն ավելի բարձր շանս ունենալու կրծքի կենսեր եւ արգանդի կենսեր։ Ու միանգամից WHO-ը դադարել է բոլոր այդ հորմոնային փոխարինող դեղերը, բժիշկները ստացել են այդ research-ը եւ բոլորը սկսել են զանգել իրանց հիվանդներին ու ասել են հենց հիմա թարգեք այդ դեղերը, ել չեք ընդունելու։ Ու դրանից նաև ավելի զարմանալի, ոչ թե զարմանալի, ցավալի ֆակտը նա է, որ սկսած 2002 թվականից կանանց մոտ 60% բարձրացել է դեպքերը դեպրեսիայի։ Դադարեցնելուց հետո, այսինքն 60% շատացել է, այսինքն 60% կանայք ավելի շատ սկսել են հակադեպրեսիային դեղեր այդ ժամանակ տալ, բայց դա իհարկե ուրիշ թեմա է, եւ դրանով սահմանափակվել է research-ը։ Այսինքն WHO-ը կանգնացրել է ու տարիներ, այսինքն արդեն 25 տարի է, ոչ մի նոր research չի արվել էլ։ Հիմա սա նոր trend են համարում, բայց ես չեմ համարում, որ սա trend է, սա ուղղակի հեղափոխում է, որը որ նորից հույսով եմ կանանց եւ կանանց կարող է օգնել, որ իրանք ճիշտ ուղու վրա լինեն։ Բայց առաջին հերթին այս հեղափոխում պետք է լինի բժիշկների համար։ Նրանք ամենալավ բժիշկներն են, որոնք որ անցել են, իրանք մեղավոր չեն, ոչ թե իրանք սխալ են, այսինքն իրանց այն ինչ որ իրանք սովորել են, այդ ընթացքում, այդ ասենք 2000 թվականից մինչև 2025-ը հիմա պետքա նորից վերանայեն եւ ավելի նոր research study-ների ինֆորմացիայով պետքա շարժվեն եւ կարողանան փոփոխել իրանց ոնց որ միտքը կամ այն ինչ որ իրանք սովորեին։ Ընդհանրապես կանանց շրջանում կարծիք կա այդպես կենցաղային մակարդակի վրա, որ այո, հորմոններից առաջանում են քաղցկեղի տեսակներ, կրծքագեղձիկ, ամարգանդիկ եւ այլն։ Փաստորեն ընդհանրապես մեկ փոքր հետազոտության հիման վրա այսպիսի ապատեղեկություն է տարածվել եւ հիմա նորից պետք է հետ գնան, սկսեն սկզբից, բայց կարծեմ արդեն կան ստադիներ, չէ՞, ուսումնասիրություններ, որոնք փաստում են, ինչպես դուք ասացիք, ավելի երկար են ապրում են կանայք, ովքեր հորմոնալ փոխարինիչներ են ստանում։ Այո։ Ու հիմա առաջին հերթին ես հիմա որ ասում եմ 40 եւ 42 տարեկան է, այսինքն սա 7 տարի առաջ իմ այդ
բժիշկ գինեկոլոգը, որ ինձ առաջարկեց, ինքը ինձ այդ ստադին տվեց ու ինքը լինելով շատ ավելի մեծ տարիքով, այսինքն ինքը անցել էր այն 80-ականների ոնց որ սովորել էր այդ ժամանակ, ինքը ինձ ցույց տվեց ու բացատրեց, թե ինչու այդ ստադին լավը չի։ Ու հիմա բոլորը խոսում են դրա մասին, որ նախ եւ առաջ ընդամենը եղել է մի հատ ստադի, որ բոլորը խոսում են, որ եթե սա վերաբերվեր տղամարդկանց, եթե մենք վերցնեինք ու միանգամից կտրենք տղամարդկանց տեստոստերոնը ու տեսնեինք իրանք ոնց կզգան։ Հա, իդեպ ոնց կզգան, շատ հետաքրքիր։ Շատ վատ, իրանք երևի չեն ապրի։ Այդ դեպքում կլիներ հազարավոր ուրիշ ստադիներ, եւ իրանք մի քանի տարվա ընթացքում կգային ինչ որ այդ խնդրի լուծմանը։ Այո։ Բայց քանի որ սա վերաբերվել է կանանց եւ կանանք նորից ինչ որ ինչպես ասեցի, պիտակ ունեն, որ մենք ուղղակի էմոցիոնալ ստաբիլ չենք, ստադին փակել են, դեղերը հանել են ու ասել են գնացեք տառապեք։ Փաստորեն ավելի հեշտ է որոշել, որ կանայք էմոցիոնալ առումով շատ անկայուն են, վատ բնավորություն ունեն, քան գնալ ուսումնասիրություններ անել եւ օգնել խեղճ կանանց։ Եվ դա այդ ստադին ինչու է համարվել ոչ լավը չի ստադին, ինքը ուժեղ ստադի չի, որովհետև դա արվել է կանանց մեծ մասամբ եղել են կանայք 60-ից անց, այսինքն 65 տարեկանից անց, եւ դեղը, որ տվել են այդ ժամանակ, եղել է տաբլետկաներ, այսինքն ոչ թե topical, ոչ թե մաշկով անցնող, այլ եղել է տաբլետկաներ, որը շատ նման է հակաբեղմնավորիչ դեղերի։ Ու քանի որ կանայք եղել են ավելի մեծ 60-ից անց, արդեն տարիքը ինքը ռիսկ է ավելացնում, որ քաղցկեղ կառաջանա։ Դա մեկ, առաջինը, որտեվ այդ տարիքի կանայք, որ եղել են այդ research-ի մեջ, եղել են 60-ից անց ու իրանք ավելի շատ բարձր ռիսկ ունենալու քաղցկեղ, քան թե ավելի ջահել կանայք, այսինքն եթե research-ը լիներ 40 տարեկան կանանց մոտ։ Երկրորդը դա եղել է տաբլետկաներ, ոչ թե այսինքն քսուկներ կամ patch-եր, որը որ անցնում է մաշկի միջոցով կամ վագինալ միջոցով եւ հետո որ հետագայում էլ մնացած ստադիներ չի եղել դրա հակառակ ապացուցելը հիմա արդեն ապացուցել են որ այդ կենսերի տոկոսը քաղցկեղի տոկոսը ավելանում է ավելի շատ այն դեպքում եթե դա լինում է տաբլետկայով չնայած եւ շատ բժիշկներ կան որոնք որ եթե հիվանդը ուզում է կամ ինքը իրան ավելի տաբլետկաներն է պետք անում են նաև դա այսինքն տոկոսը այնքան չնչին է որ հիվանդը կարող է նույնիսկ չուզենա մաշկի այդ քսուկները այլ ուզենա որ ինքը վերցնի տաբլետկաները եթե իրան բացատրե side effect-ը որը որ նորից շատ չնչին է 0.01% կամ այդ սահմաններում է եղել ընդամենը ռիսկը control գրուպի մեջ եւ այն մարդկանց ով որ ստացել են փոխարինող դեղերը Փաստորեն եթե փոխարինող հորմոններ ստանում են կանայք ժամանակին սկսած մինչ մենոպոզը սկսվելը դա նշանակում է որ կլինեն ավելի առողջ էմոցիոնալ առումով ավելի ստաբիլ դեպրեսիաներից ապահովագրված քիչ թե շատ ամեն դեպքում այն մասով որ պայմանավորված է այդ բոլոր հիվանդությունները էստրոգենի պակասով այդ մասով ռիսկերը նվազում են եւ վերանում են կարելի է ասել իսկ այդ ռիսկերի թիվը շարքը բավական մեծ է սրտանոթային հիվանդություններ քաղցկեղ դեպրեսիա ծերացում ինչպես ասացիք հոդային խնդիրներ եւ այլն ինչպես կանայք ինչպես սկսեն որը լինի առաջին քայլը որովհետեւ բավական լուրջ փոփոխության մասին եք հիմա խոսում, որ մարդ կարող է բերել իր կյանք, կինը կարող է բերել իր կյանք, ճիշտ քայլերով։ Որոնք են այդ ճիշտ քայլերը, որովհետև բժիշկները կարծես այդ առաջին քայլը դեռևս չեն անում, երևի թե ժամանակը չի, կանայք այս պահին դեռևս իրենք պետք է զբաղվեն իրենցով։ Ես հիմա ուրախ եմ, որ ասենք հիմա տարբերություն 7 տարի առաջ, երբ որ ես էի սկսել, հիմա ավելի շատ եմ ավելի լսում, տեսնում այս ամեն ինչի մասին, շատ բժիշկներ կան, որ իրանք արդեն շատ համարձիորեն տալիս են այդ դեղերը։ Առաջին հերթին
խորհուրդ կտամ, որ կանայք իրանք կարծես գրեն իրանց սիմպտոմները, ինչ որ ունեն, ինչ որ իրանց տարօրինակ է, ոնց որ ասենք մի տարի առաջ կարծես կարողանում էի հիշեի ինչ որ բան էի սովորում, շատ հանգիստ ձևով կարողանում էի հիշեի, հիշողությունս լավ էր, հիմա զարթնում եմ, մոռանում եմ որտեղ եմ բանալին դրել, մոռանում եմ ինչ որ մեկին տեսնում եմ դրսում, անունը մոռանում եմ, այդ անգլերեն ասում են brain fog, ոնց որ կարծես մթագնած լինի, մշուշի մեջ լինի ուղեղդ։ Իհարկե հիմա շատ կանայք կարող են ասել, օ, իմ մոտ դա լինում է։ Ասենք եթե իրանք 25-30 տարեկան են, ունեն փոքր երեխա եւ գիշերները լավ չեն քնում, իրանց մոտ էլ կլինի, դա տարբեր է ինչ որ ասենք ես խոսում եմ ավելի մեծ տարիքում 40-ից անց կանանց մոտ, որոնք որ ոչ թե մի օր, երկու օր, այլ անընդհատ ամիսներ զգում են, որ իրանց հետ ինչ որ մի բան է կատարվում հիշողության հետ, գիշերները իրանք զարթնում են, ժամը 3-ին զարթնում են, աչքերը բացում են ու չեն կարողանում էլ քնել։ Կամ շատ դժվարությամբ են քնում, մենք բոլորս մեղադրում ենք, ասում ենք ամբողջ օրը հեռախոսի վրա ենք, կապույտ լույսն է դրա պատճառը, բայց դա չի միայն, այսինքն սա շատ տիպիկալ սիմպտոմ է, ժամը 3-ին, 3-4-ին զարթնում է կինը, աչքերը բաց ու նայում է առաստաղին ու չի կարողանում քնի։ Ու իրանք զարթնում են ու վերջ, դա սարսափելի է, այսինքն օրի վրա դու չես կարողանում քնես, դա իմ սիմպտոմներից մեկն էր, ես զարթնում էի ու չէի կարողանում քնել, լինում էր մոտս շոկի զգացում, քրտնել եւ իմ ամենադժվար սիմպտոմս եղել է չքնելը։ Ես ինքս ընդհանրապես շատ զգոն քնող եմ միշտ եղել, այսինքն ես պետքա մի 3-4 ժամ էի քնում, պետքա գնայի ու նորից իմ ռեզիդենտուրան էի անցնում, այդ դժվար ստրեսային ժամանակ սարսափելի էր ու երբ որ ես սկսեցի արդեն հորմոնները վերցնել, միանգամից փոփոխություն զգացի, նորմալ անցա իմ նորմալ կյանքին, ինձ նորմալ էի զգում։ Եվ հետո տարիներ հետո, երբ որ տեղափոխվեցի Մասաչուսեթսից ստեղ, ուզում էի ստեղ նորից բժիշկ գտնեի, գնացի իր մոտ եւ որ ինքը շարունակի, ջահել էր ի տարբերություն իմ առաջին գինեկոլոգի, ինքը ինձ հարցրեց, քանի տարի արդեն ես ես հորմոն թերապիան ստանում եմ, ասեցի 5, շատ վախեցավ, ասեց արդեն ժամանակն է պետքա կանգնացնենք։ Ու ես շատ խստորեն ասեցի, որ չեմ կանգնացնի, որտեվ ես չեմ կարող պատկերացնեմ, որ ես նորից էլի պետքա չքնեմ։ Որտեվ ես ունեմ շատ դժվար աշխատանք, որը կապված է ուղեղի անընդհատ զգոն լինելու հետ, ես հիվանդներին եմ բուժում, որոնք շատ ծանր են հիվանդանոցում եւ ընդհանրապես ոչ միայն ամեն կին իրավունք ունի, որ ինքը ունենա նորմալ կյանք, այսինքն 50-ից հետո չպետք է ընդունի, 40-ից հետո որ դա սովորական երևույթ է, որ ես 40-ից հետո պետք է այլ նորմալ չքնեմ կամ չպետք է ունենամ նորմալ կյանք, իմ ֆիզիկապես աշխատանքը չպետք է լինի նորմալ, ինչ որ 40 տարեկանում եմ եղել։ Այսինքն դա չպետք է առաջին հերթին կինը պետք է դա չընդունի։ Իմանա իր սիմպտոմները, խորհուրդ կտամ, որ ինչ որ գրի, ասենք մի քանի ամսվա ընթացքում, երբ որ զգում ես, որ ինչ-որ փոփոխություններ ա լինում, գրել սիմպտոմները, ասենք առաջին, երկրորդ, երրորդ, հետո այդ թուղթը ձեռքը գնաս բժշկին եւ ասես ու կարողանաս դու ինքդ քո համար աջակցել, այսինքն չընդունել, որ դա նորմա է, որ ես 45 տարեկանում պետք է այլ նորմալ չքնեմ, պետք է անընդհատ հոգնած լինեմ, որ պետք է անընդհատ ջղայն լինեմ, որ դեպրեսիոն սիմպտոմներ ունենամ եւ մյուս սիմպտոմը, որի մասին մենք բոլորս ամաչում ենք խոսալ, որ սեքշուալ պահանջը պակասում է, այսինքն լիբիդոն, ոնց որ անգլերեն են ասում, եւ որը կապ ունի նորից եւ շատ կապ ունի էստրոգենի պակասության հետ։ Այսինքն պետք է դուք ձեզ պաշտպան լինեք, որ կարողանաք չընդունել, որ դա նորմա է։ Պետք չի որ մտածել, որ 40-50 տարեկանից հետո կյանքը վերջանում է։ Հակառակը, սա պետք է ընդունել, որ սա նոր փուլ է ու շատ լավ փուլ է կանանց համար, եթե ճիշտ վերաբերվես այդ փուլին ու կարողանաս լիովի ապրել կյանքը
Սա կապ ունի ոչ միայն հորմոնները փոխարինելու հետ, այլ կյանքի կենսակերպը փոխելու հետ։ Եւ դա բերում եմ առաջին քո հարցին Լիլիթ ջան, որ ինձ ասում էր ես կիսվում եի ճիշտ ապրելակերպ, ֆիզիկական աշխատանք, սմուդիներ եւ տարբեր բաներ, ինչ որ դնում էի այդ սմուդիների մեջ ու հետո միանգամից կտրուկ անցանք մենոպաուզին։ Դա մասն է մենոպաուզի, որը որ մի փոքր մասնիկ է այս հորմոն թերապիան։ Մնացածը շատ կապ ունի կյանքի ապրելաձևի հետ։ Այսինքն ճիշտ սնվելու, ճիշտ ֆիզիկական աշխատանք ունենալու, mental health, այդ ամենը բոլորը իրար հետ մեզ կօգնի, որ մենք 50-ից հետո սկսենք նոր էրա, որը որ ավելի գեղեցիկ է, ավելի ուժեղ է, ավելի ամրապնդված է, ինքը ավելի ուժեղ է ու շատ ավելի բաներ կարող է անի, ինչ որ ինքը չի կարողացել անել իր 25-30 տարեկանում։ Երբ երեխաները փոքր էին։ Այո, երբ փոքր էին ու չէր քնում ամբողջ գիշեր ու մենակ ինքն էլ այդքան խելոք չէր։ Հա, ինքն էլ խելոք չէր։ Այ որ խոսեցիք կենսակերպի մասին, հա, lifestyle-ի մասին ամերիկացիների ասած, ես շատ լսել եմ, որ կանանց տարիքային փոփոխությունները կանայք կապում են իրենց հենց տարիքի հետ, ասում են դե հիմա էլ ինչ, արդեն էլ տարիքս է, բնական է ուսս պիտի ցավա, ոտքս պիտի ցավա, պետք է գիրանամ, բնական է, որ պետք է նյարդային լինեմ, որովհետև շատ խնդիրներ կան կյանքում, խնդիրները երեխաների հետ մեծանում են, կամ բնական է, որ ֆիզիկական ակտիվությունը այլևս դժվարությամբ է տրվում եւ համակերպվում են այդպես համատարած մանավանդ հայ կանայք համակերպվում են տարիքային փոփոխությունների հետ եւ ամեն ինչ վերագրում տարիքին փաստորեն այս հորմոնալ նոր էրան գալիս է ապացուցելու այս նոր ուսումնասիրությունները որ այդպես չի որ կյանք կա 50-60 դրանից հետո այո 70-ից հետո նույնիսկ Եվ կարծում եմ պետք է մտածողության փոփոխությունից սկսել։ Իրենք իրենց նկատմամբ վերաբերմունքից պետք է սկսեն հոգ տանել, որպեսզի կարողանան նաև այս խնդիրների հետևից ճիշտ հասցեով գնալ։ Որովհետև եթե գնան կգտնեն հաստատ, արդեն կա, համացանցում էլ կա, բժիշկներն էլ են տեղյակ։ Ինձ թվում է հայ կանանց առավել եւ շատ դժվար է համոզել, որ սա ի օգուտ իրանց է, ոչ թե ի վնաս, որովհետև նորից ստիգմա կա, որ ես հորմոններ չեմ ուզում։ Ես ամեն ինչ մնացածը կանեմ, բայց էլի չեն անում, բայց հորմոններ չեմ ուզում։ Ուղղակի, եթե կանայք լսում են մեր այսօրվա զրույցը, ես մի բան մենակ ուզեմ, որ իրանք վերցնեն, գոնե, որ սա ավելնորդ հորմոններ չի, սա այն հորմոնը չի, ասենք, պրեդնիզոնը չի, որ տալիս են, երբ որ դու հիվանդ ես, հազում ես կամ սա քո հորմոնն է, որը պակասել է կյանքի ընթացքում ու պետքա ուղղակի փոխարինել եւ ավելացնել։ Քրիստինա, ինչ հորմոնների մասին են խոսքը։ Մեր զրույցի ընթացքում դուք անդրադարձաք էստրոգենի հրաշքներին, հատկություններին, թե ինչ կարևոր դեր ունի կնոջ համար եւ հիվանդությունների կանխարգելման համար, մյուս հորմոնները որոնք են։ Առաջինը էստրոգենը եւ մենք խոսեցինք շատ բաների մասին, բայց ամենաառաջինը էստրոգենը ինքը սիրտ եւ անոթները պահպանող հորմոն է, առաջին հերթին։ Դրա համար կանայք մենոպաուզից հետո իրանց մոտ ինֆարկտ եւ ինսուլտը միանգամից բարձրանում է տոկոսները։ Նախ եւ առաջ դա։ Եվ արյան բարձր ճնշում, չէ՞։ Արյան բարձր ճնշում, այո, որովհետեւ էստրոգենը ինքը արտադրում է նատրիկ օքսիդ, որը որ անոթները լայնացնում է։ Քանի որ եթե էստրոգեն ունենք, նատրիկ օքսիդը արտադրվում է, անոթները լայնանում է, ճնշում չունենք, ճնշումը ցածր է։ Երբ որ էստրոգենը պակասում է, նատրիկ օքսիդը չի արտադրվում, անոթները սխմվում են եւ ունենում ենք բարձր ճնշում։ Դրանից լինում է սրտի խնդիրներ, դրանից լինում է անոթային խնդիրներ, որը բերում է ինֆարկտ, ինսուլտ եւ ուրիշ մնացած խնդիրներ։ Մյուս հորմոնը դա պրոգեստերոնն է, որը որ նաև նույնպես պակասում է կյանքի ընթացքում ու փորձեմ բացատրել մի քիչ ավելի հասկանալի ձևով երկու մասի բաժանեն կանանց, կանայք ով որ ունեն արգանդ եւ ով որ չունեն արգանդ։ Կին այսինքն ինչ որ պատճառներով հեռացվել է։ Եթե կինը ունի արգանդ դեռ ու ինքը վերցնում է էստրոգեն, իրան պետք է անպայման նաև վերցնել պրոգեստերոն,
որ հետագայում չունենա արգանդի խնդիրներ, այսինքն չհաստանա պատերը, որը որ կբերի արգանդի քաղցկեղի։ Կինը, ով որ չունի արգանդ, կարա պրոգեստերոն չվերցնի։ Բայց քանի որ պրոգեստերոնը ինքը ուղեղը հանգստացնող է, միտքը հանգստացնող է, օգնում է քնելուն, կինը, ով որ չունի արգանդ, կարող է ինքն էլ կարա վերցնի պրոգեստերոն։ Դա երկրորդ հորմոնն է։ Երրորդը դա թեստոստերոնն է, որը որ այո, կանայք ունեն նաև թեստոստերոն եւ թեստոստերոնն էլ է պակասում մենոպաուզի եւ նախամենոպաուզի ժամանակ։ Դա բերում է սեքսուալ խնդիրներին, լիբիդո, որպես ոնց որ ասում են անգլերենում, ցանկության բացակայություն, մենոպաուզի, պերմենոպաուզի ժամանակ թեստոստերոնն էլ է պակասում, որը որ կարող ենք ավելացնել։ Քրիստինա, իսկ ինչպես է որոշվում եւ բժիշկները ինչպես են այսօր որոշում հորմոնների չափաքանակը, որովհետեւ ճիշտ ու սխալը կարող է մեծ փոփոխություն առաջացնել կնոջ օրգանիզմում, չէ՞։ Եվ վերադառնանք նաեւ նախամենոպաուզային շրջանին, որ ասացիք, այդ տարիքից սկսել եք, այդ շրջանից, իսկ մենոպաուզայի եւ դրանից հետո արդյոք պետք է շարունակել հորմոններ ստանալ։ Այո, ստադիների ցույց են տվել, որ ինչքան շուտ տարիքում սկսես հորմոն ստանալը, այդքան քաղցկեղի տոկոսը պակասում է։ Այսինքն հիմա եթե իմ մոտ հիվանդ գա, որը որ ես հարցրեցի, քանի տարի առաջ է մենոպաուզը սկսել, լինի 10-ից պակաս տարին, ես շատ հանգիստ, առանց մտածելու, առանց վախենալու կարող եմ սկսել, կարող եմ նշանակել հորմոնի թերապիան եւ ավելի հանգիստ ձևով կարող եմ իրան տալ, քան թե եթե հիվանդասի 15 տարի առաջ է մոտս սկսել մենոպաուզ։ Ինչու որն է տարբերությունը։ Այսինքն նշանակում է, որ օրգանիզմը անընդհատ այս 15 տարվա ընթացքում տեսել է էստրոգեն, այսինքն դու միջև 40 ունեցել ես, ասենք, այսքան level-ը էստրոգենի, հետո ինքը սկսել է պակասել, շատ մի խելացի բժիշկ է հայտնվել ու քեզ հենց պակասելու ընթացքում տվել է այդ հորմոն replacement-ը, ու այդ էստրոգենը այս միշտ ստադի վիճակում ստացել է, կայուն մնացել է։ Այսինքն տատանումներ շատ չի եղել, քո օրգանիզմը սովոր է այդ էստրոգենի ու ինքը շարունակում է դա ընդունել ու դու դա կարող ես ընդունել մինչև կյանքի վերջ։ Ես ինքս պատրաստվում եմ ընդունել մինչև կյանքիս վերջ։ Իսկ կանայք, ովքեր չունեն արյան հետազոտություն, չեն արել եւ տեղյակ չեն իրենց էստրոգենը, պրոգեստերոնը եւ մյուս հորմոնները երբանից են պակասել, ինչպես պետք է վարվեն, այդ պատմությունը չունեն։ Եթե կինը չգիտի, որ ինքը մի տարի արդեն մենոպաուզալ է, այսինքն մենք հիմա խոսում ենք նախամենոպաուզի մասին։ Այդ ժամանակ պետք չի հորմոնները ստուգել։ Ընդհանրապես հորմոնը եթե մենք տալիս ենք, կարիք չկա հորմոնի level-ը քանակը ստուգել արյան մեջ։ Դոզան ավելացնել կամ պակասացնել զուտ կապ ունի սիմպտոմների հետ։ Դա շատ դժվար է ընդունել, կանայք շատերը ուզում են իմանան իրանց քանակը, բայց դա ոչինչ չի տալիս։ Մենք գնում ենք զուտ սիմպտոմներով։ Կապ չունի ինչ դոզա է ստանում, այսինքն 0.025 կամ 0.1 կապ ունի ինչ տեսակի էստրոգեն է ստանում։ Եվ ինչպես ասացիք, արդեն դեղահաբերով չի, այլ փաչերով կամ քսուկներով այդ տարբերակներն են ավելի օգտագործում, որոնք ավելի քիչ են վնասում, ընդհանրապես չեն վնասում։ Իսկ դրանց ծագումը բնական է։ Այո, էստրադայոլը դա գալիս է դա լաբորատորիայում արտադրված հորմոն է, որը որ նման է շատ կանանց էստրադայոլի հետ։ Ի տարբերություն առաջներում, որ օգտագործվում են, դա եղել է դիու մեզից ստացած conjugate estrogen է եղել, որը որ դա է այդ ստադիի մեջ եղել WHO-ի, որը որ բարձրացրել է մի քանի տոկոս, մի քանի 0.1% կենսերի հավանականություն, այո։ Իսկ եթե այդքան ցածր է, ի՞նչն է պատճառը, որ բժիշկները հիմա չեն նշանակում, դեռ վախենում են։ Նորից դա գալիս է practice-ի ձևից, այսինքն եթե ամբողջ 20 տարի դու սովորել ես, որ սա է ճիշտ, իսկ սա սխալ է, շատ դժվար է մարդու միտքը փոխել։ Ընդհանրապես, սա բժիշկներին չի միայն վերաբերվում,
այլ այդ մեր հաբիտներն է, չէ, ինչ որ մենք սովոր ենք անել տարիների ընթացքում, շատ դժվար է դա կոտրել։ Նույնիսկ եւ բժիշկների համար։ Ես չեմ ասում, որ ես ավելի շատ բան գիտեմ, քան ուրիշ բժիշկներ, ուղղակի քանի որ այս թեման ինձ շատ մոտ ա եղել սրտիս, որ ես ինքս չեմ ուզել ինքս ինձ վնասեմ, շատ եմ կարդացել, լսել տարբեր բժիշկների, որոնք որ ինձ շատ ինֆորմացիա են տվել եւ ես ուզում եմ փոխեմ ձևը իմ հիվանդների համար եւ իրանց կարողանամ աջակցել, որ իրանք կարող են ուրիշ տեսակի կյանք ունենալ, որ պետք չի որ տաջվեն։ Այո, եւ պետք չի որ տարիքի հետ ի վերջո նաեւ կենսակերպը փոխեն, հրաժարվեն հաճույքներից, այսպես ասած, իրենց կյանքի եւ համարեն, որ հիվանդ լինելը նորմալ է, ինչ որ տարիքից հետո։ Տեսեք, բայց դրան հասնելու համար մարդիկ նախ պետք է խոսեն, բայց ընդունված չի մեր հասարակության մեջ կարծես թե մենոպաուզայի մասին խոսելը։ Եթե բժիշկը իհարկե իր նախաձեռնությամբ չխոսի, ես չեմ պատկերացնում, որ կանայք սուրճի շուրջ քննարկեն, կիսեն կարծիքները, փորձառությունը, ինչպես դա անում են երեխա կերակրելու մասին կամ այլ խնդիրներ ունենալու դեպքում։ Ինչու է այս թեման տաբու, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որովհետև ամոթ է խոսալ սրա մասին։ Մենք չենք լսել, որ մեր մամաները խոսեն, նույնիսկ մեր մոտ, եթե ասենք աղջիկներ ունեն, տատիկները, դա փակ թեմա է միշտ եղել, որովհետև կապ ունի որոշ չափով ինչ որ սեքսուալ կամ կանացի օրգանների հետ, չէ՞, այսինքն մենստրուալ դաշնանային սայկլը սկսում է, վերջանում է կանանց մոտ եւ դա փակ թեմա է, դրա մասին խոսում են միայն շատ լուր եւ այսինքն սա եղել է ամոթ։ Հետո շատերը կարող են, ասենք, ջահել կանայք հիմա լսել, որ իրանց մամաները կամ տատիկները ասում են, դե ինչ եք մեծ բան սարքում, մենք էլ ենք այդ ամեն ինչի մեջով անցել ենք, շոքել ենք, քրտնել ենք, անցել ենք, գնացել է։ Դա գալիս է հենց մեր սովետական դաստիարակության հետ, այսինքն շատ գալիս է, որ կինը պետք է ուժեղ լինի, ոչինչ մի քիչ էլ տառապի, դրանից դու ավելի ուժեղ կլինես անցի առաջ։ Այսինքն դա էլ կապ ունի, պետք չի բարձրաձայնել, կանցնի մի քանի տարի, կանցնի կգնա։ Բայց կատակը մի կողմ դա այդպես չի։ Մենք մենոպաուզ ունենում ենք միջև կյանքի վերջ։ Այսինքն այդ փոփոխությունները, որը որ կապված են մեր օրգանիզմի հետ, առողջության հետ, սկսում են նորից եւ 30-ից 40 տարեկանից միջև կյանքի վերջ, այսինքն եթե մենք չփոփոխենք այդ ամեն ինչը եւ դեղերով եւ շատ կապ ունի, եթե նույնիսկ չեք ուզում, պատրաստ չեք դեռ ավելացնել դեղերով, գոնե ապրելակերպը պետքա փոխել, որի մեջ մտնում է ֆիզիկական ակտիվություն, քայլեք, ծանր վարժություններ արեք, որը որ կզարգացնի ձեր մկանները, որը որ կպաշտպանի ձեր ոսկորները հետագայում, ճիշտ սնվեք, որ մետաբոլիզմը նորմալանա, որովհետև գերությունը 50-ից հետո դա միայն կապ չունի, մենք չենք կարող մենակ ասել, դե մենոպաուզա դրա համար է գերանում եմ, ոչ, որտեղ մետաբոլիզմը նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ դրան օգնել է պետք եւ օգնել է պետք եւ սնուցումով եւ ֆիզիկական մարզանքներով ճիշտ սնվեք այն ուտելիքները, որ բորբոքային process-ը դանդաղացնում են եւ սա շատ ենք մենք տեսնում կանանց մոտ, որոնք արդեն մտնում են նախամենոպաուզ եւ մենոպաուզ։ Սա այդ նախաբորբոքային սա մի ուրիշ մեծ թեմա է շատ, որը կապ ունի, եթե ինչքան շատ է բորբոքային process-ը ընդհանրապես ոչ միայն կանանց մոտ, այդքան ավելի շատ բարձրանում է շանսը, որ այդ մարդը կունենա քաղցկեղ, ամեն տեսակի քաղցկեղը կապ ունի բորբոքային process-ի հետ։ Այսինքն նորից եթե պատրաստ չեք դեռ ու գտնում եք, որ սա հորմոն է, դեղ է, գոնե փոխեք ձեր ապրելակերպը, օգնեք ձեզ ճիշտ ուտելիքով եւ նույնիսկ վիտամիններով որոշ չափի, միջև որ արդեն պատրաստ կլինեք դիմել հորմոնների բժշկի, որը որ կարող է ձեզ նշանակել հորմոններ։ Իսկ ինչպես կինը կարող է հասկանալ, որ բորբոքային process-ները շատ են, այսինքն ինչն է հուշում բորբոքային խնդիրների եւ բորբոքային բարձր մակարդակի մասին օրգանիզմում։
Նույն այդ, ասենք թե սկսենք պարզ հոդացավերից, այո, հոդացավերը նորից էլի մեր տատիկներին, մամաներին բոլորը ասել են արտրիտ ունես։ Դա գալիս է ամենը կապ ունի հոդացավերի բորբոքումների հետ։ Այսինքն բորբոքային process լինում է օրգանիզմում եւ առաջանում է, ասենք, արտրիտ կամ ցավեր, արտրիտ։ Այսինքն պետք չի հաշտվել որևէ ցավի հետ։ Առաջին իսկ ազդանշանի դեպքում պետք է հետևից գնալ եւ ողջել ինչու է օրգանիզմը ազդանշան տալիս։ Այո։ Քրիստինա, ես մի քանի հարցեր եմ, բլից հարցեր եմ պատրաստել, արագ անցնենք դրանց վրայով, գուցե կլինեն կրկնություններ, սակայն այս թեման է, որ անverջ կարելի է խոսել սրա մասին, կրկնել անընդհատ, որպեսզի կանայք հասկանան վերջապես, որ իրենց առողջությամբ պետք է զբաղվեն եւ աչքաթող չանեն նույնիսկ ամենափոքր սիմպտոմները։ Գնացինք։ Արդյոք հնարավոր է վերականգնել դաշտանը ընդհատումից հետո։ Եթե մի տարին չի անցել եւ չենք հասել մենոպաուզին, այո, էստրոգեն, պրոգեստերոն ավելացնելու դեպքում կարող է եւ երկարացվել այդ շրջանը մինչեւ հասնել մենոպաուզը։ Արդյոք սեռական կյանք կա մենոպաուզայից հետո։ Եթե մենք ճիշտ մոտեցում ունենանք, այո, կա եւ պետք չէ որ մտածել, որ կյանքը վերջանում է մենոպաուզից հետո։ Արդյոք գիրանալը նորմալ է եւ կարելի է աչք փակել ու ձեռքերը լվանալ։ Ոչ, դա նորմալ չէ։ Հնարավոր է մենոպաուզայից հետո նիհարել, այո, անպայման։ Հնարավոր է, որովհետեւ դա միայն կապ չունի հորմոնների պակասության եւ փոփոխության հետ, այլ կապ ունի կյանքի կենսակերպի, ուտելիքի հետ կապ ունի եւ այո, դա հնարավոր է եւ անհրաժեշտ։ Արդյոք մենոպաուզան երիտասարդացել է։ Կարծում եմ մենք ավելի շատ ենք խոսում դրա մասին եւ հնարավոր է որ ավելի շատ տեսնում ենք ջահել կանանց մոտ, որովհետեւ նորից սահման չկա նախամենոպաուզ եւ մենոպաուզ եւ քանի որ շատերը խոսում են նախամենոպաուզի հետ, դա կապ ունի, դա եւ ցույց է տալիս, որ հնարավոր է որ ջահելացել է։ Եվ վերջինը, արդյոք հոգեկան խանգարումներ ու խնդիրներ կարող է հարուցել մենոպաուզան։ Միգուցե հոգեկան խանգարումը չափազանցված է, բայց այն որ կանանց մոտ մենոպաուզից հետո դեպրեսիան շատ ավելի շատանում է, որը կապ ունի նորից եւ էստրոգենի պակասության հետ, նաեւ շատ կապ ունի անքնության հետ եւ ստրեսի հետ։ Ինչ որ մի բան կա, որ չխոսեցինք եւ կուզենայիք անպայման կանայք լսեն։ Ես ուզում եմ որ այն կանայք, որոնք մեզ այսօր լսում են, իրանց միշտ զգան շատ գեղեցիկ, ուժեղ, կապ չունի տարիքի հետ։ Ուզում եմ, որ իրանք իմանան, որ 40-50 տարեկանից հետո կանայք ավելի գեղեցիկ են լինում, ավելի ուժեղ են լինում, ավելի խելացի են լինում եւ իրանք կարող են լիարժեք ապրել իրանց կյանքը, լինելով առողջ, պետք չի որ ընդունել, որ մեծանալը կապ ունի ցավերի հետ կամ ինչ-որ խնդիրների հետ, դուք կարող եք դեռ երկար տարիներ ապրել ու լինել էլի շատ գեղեցիկ, ուժեղ եւ խելացի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ քեզ Լիլի ջան հրավերի համար։ Հույսով եմ նորից կհանդիպենք։ Անպայման, որովհետև այս թեման շատ պիտի խոսվի այս թեմայի մասին, որովհետև կանայք իրենց կյանքի 2/3-ը կարծես թե ապրում են նախամենոպաուզային, մենոպաուզայի եւ հետմենոպաուզայի շրջանում, այնպես որ մենք դեռ շատ խոսելիք ունենք։ Այո։ Ցտեսություն։ Ցտեսություն։